Դերասան Լևոն Մկրտչյանը օգնության կոչ է արել։ Նա կիսվել էր հրապարակմամբ, որում նշված է. «Գիտեմ, որ ձեր ձայնը լսելի է, ուստի խնդրում եմ ձեզ, մի անտեսեք։ Օգնեք փրկենք 20 տարեկան քրոջս կյանքը»։ Նշենք, որ այս աղջկան օգնելու նպատակով հրապարակմամբ կիսվել էր նաև երգչուհի Մաշ Իսրայելյանը։ Իսկ օգնել ցանկացողները կարող են տվյալները տեսնել բուն հրապարակման գրառման մեջ։ Նշենք, որ վերջերս դերասանի ծննդյան տարեդարձն էր։ Նրա կինը Էվելինան հրապարակել էր ծննդյան տոնից կադրեր և գիծ գրել. «Հետաքրքիր է, սիրում եք նշել ձեր ծննդյան տարեդարձը, օրինակ ես շատ եմ սիրում։ Ինձ համար այդ օրը կարծես շնորհակալության օր լինի, ևս մեկ տարի ապրելու ու կյանքը վայելելու համար»։ Լևոնին հազիվ եմ համոզում նշել իր ծնունդները, ինքն այդքան էլ չի սիրում առանձնահատուկ խնջույքները, իսկ այս տարի հատկապես։ Այնքան խիտ աշխատանքային էր, որ կարողացանք միայն տանը շնորհավորել։ Շնորհակալ ենք բոլորիդ ջերմ շնորհավորանքների, անկեղծ բարեմաղթանքների համար։ Հետգրություն, իսկ այս զույգ բաժակները շատ հետաքրքիր պատմություն ունեն։ Ես նրանց երկար էի փնտրել մեր հարսանեկան արարողության համար։ Երբ հասավ տորթը կտրելու պահը, պարզվեց, որ սինին, որի մեջ այս բաժակներն էին, մնացել էր եկեղեցում։ Ինչ խոսք, ես շատ էի տխրել, քանի որ երկար փնտրել էի ու ամեն դետալ մտածել։ Կարևորը գտանք ու առաջին անգամ Լևոնի ծննդյան օրն օգտագործեցինք, նշել էր Էվելինա Ստեփանյանը։ Լևոնն իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել և հրապարակմանը գիծ գրել. «Պաշտոնապես 26», իսկ դերասանի կինը ծննդյան տոնի առթիվ կազմակերպել էր ընտանեկան խնջույք։ Առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել էր իր և ամուսնու առօրյայով։ Սակայն այս անգամ առօրյան տարբերվում էր, այն լցված էր տիառընթառաջի պատրաստությամբ, ջերմ ընտանեկան հավաքով։ Մեզ մոտ բոլոր տոները մեկում է այսօր, այդ թվում ընտանիքներով հավաքվելու տոնը։ Այնքան զբաղված ենք լինում բոլորս, որ ընտանիքի անդամներով հավաքվելն էլ վաղուց տոների շարքին կարելի է դասել։ Նշել էր Էվելինան հրապարակմանը գիծ գրառմամբ։ Առաջարկում ենք դիտել ընտանեկան ջերմ հոլովակներն առանց մեկնաբանության։ Բարի Վալենտինյան օր բոլորիդ, հուսամ լավ ու սիրառատ տրամադրություն ունեք, ովքեր մենակ են շատ չտխրեք։
երեկվա տրնդեզի պատմությունը։ Ուրեմն իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ տրնդեզը նաև վերաբերվում է ինձ ու Լևոնին, որ 8 ամիս առաջ ենք ամուսնացել, չի նշանակում, որ մեր տրնդեզը չի։ Ու տալս է զանգում Լևոնի քուրիկը ու ասում եմ, որ պարտադիր պիտի ունենանք տրնդեզ, կապ չունի, որ արդեն ամսի 13-ին չենք հասցնի պատրաստվել, մեր տրնդեզը տեղափոխվում է այսօր։ Եվ հիմա ես գնում եմ, շտապում եմ, որ պատրաստություններ տեսնենք, ընտանիքներով հավաքվենք ու ունենանք լավ երեկո, եթե կթողնեն, վիդեոներ կտեղադրեմ, բայց ոչ մերոնք, ոչ էլ Լևոնի ընտանիքը չի սիրում շատ նկարվել, բայց ես կփորձեմ, ես զանուդա եմ, չէ, հաստատ կան, չմտածեք։ Ուրեմն մեր մոտ շատ թեժ է, չգիտենք կհասցնենք թե չէ, успеем, тетя Лен? Как вы думаете? Ну, постараемся. Постараемся. Ես սալատ եմ սարքում, տетя Լենան էկլերներն է սարքում։ Ահա, ու մտքով ես անցել է, որ մենք միասին կարանք խաղանք շատ խնդալու կլինի, հայ-ռուսական, нормально չի։ Давайте поиграем вместе, да? Не в прямом эфире. Это я сейчас стори делаю, анонсирую как будто, потом будем играть и снимать. Согласны? Хорошо. Знаете эту игру? Слышала. Угу. Нормально, например, что мы вместе сейчас в кухне работаем? Ну, 50 на 50. Кес-у-кес? Кес-у-кес. Ладно, խոստանենք, որ կնկարենք։ Հասկանանք, թե որքան են իհարել մեր ամուսինը, ձեր տղան։ Ваша сыночка. Моя сыночка похудела. Да. Ого, 84 без одежды. 6 килограмм 94, мам. почти. Лев, ты 100 будет, да? 101. 101, օժոլով։ С половиной. Շնորհավորում եմ։ Իմ հրաշք, իմ սրտիկ, իմ Վալենտինկա։ Ուտիմ ես քեզ։ Ուտիմ։ Ստիրով ամենակարևորը։ Սիրով, երեխեք ջան, սիրով է սարքել մամաս։ Հա, իդեալական։ Իրապես Ինքն է արել։ Оказывается, նա ոչ միայն լավ դասախոս, այլև ձեռքից շնորհքով կին է նա։ Брат и сестра. Одна сатана. Արիա ջան, ես ու դու ենք брат и сестра։